Դուք ասում եք մի անգամ է լինելու իշխանափոխությունը եւ վերջնական խնդրում եմ կոնկրետ ասեք երբ է նախատեսում, երբ է պլանավորում, դա լինելու է փողոցային պայքար, հանրավակ, ինչ է լինելու, մի քիչ ավելի մանրամասն կներկայացնեք դիտողներին։ Դրա համար մի քանի տրիգերներ են պետք։ Մենք ուշադիր ենք լինելու այդ տրիգերների առկայության դեպքում կլինի թե փողոցային պայքար, թե ազգային ժողովում պայքար, ամեն ինչ միասին պետք է լինի։ Պարոն Կարապետյան, նախորդ գումարման ազգային ժողովի ինդիմատիվներն Պարոն Քոչարյանը հայտարարում են, որ փողոցային, այսինքն մինչև այսպես մանդատները վերցնելը, ասում եք, որ պետք է փողոց դուրս գաք եւ այլն, բայց այսպես ստացվեց, որ մանդատները վերցրիք։ Սրանից կարող ենք ենթադրել, որ մանդատները վերցնելով մենք, այսինքն դուք ի սկզբանե գիտակցում եք, որ չունենք այդքան ռեսուրս, որպեսզի հարցը ձեր վերջնանպատակին հասնեք փողոցում, այդ պատճառով դուք մանդատներ վերցրիք։ Նայեք, քանի որ մենք գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, հիմա դուք կարող եք չկասկածել ձեր մտածած ձևով ամեն ինչ կարելի է անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը։ Դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, կգա օրը մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք։ Պարոն Կարապետյան, նախորդ ազգային ժողովում Փաշինյանը կարծես իրավական գործիքակազմն է կիրառում, մտավախություն չունեք, ընդդիմության լիդերներին կալանավորում է, անդամներին կալանավորում է եւ բնում կխեղդի էլի այդ պայքարը։ Ոչ մի բան ինքը բնում չի կարող խեղդել, որովհետեւ դուք տեսաք, որ ընդամենը Փաշինյանը հավաքեց բոլոր կեղծարարություններով, բոլոր ռեպրեսիաներով, բռնություններով չկարողացավ հավաքել այն տոկոսը, որը իրեն կդարձնի լեգիտիմ իշխանություն։ Ինչով է ոչ լեգիտիմ հնարավորություն 720,000-ից ավել ձայն է ստացել, ինչով է ոչ լեգիտիմ։ Դե եթե դուք համարում եք լեգիտիմ, եթե Կուսակցությունները թոս փչեցին, որ ինքը դառնա վարչապետ, ուրեմն դա լեգիտիմ է։ Ազգային ժողովի ո՞րն է լինելու ձեր առաջին օրենսդրական նախաձեռնությունը, պարոն Դե չգիտենք ինչ կան ընտրել։ Որը կգա կտեսնենք ինչ կանեն։ Դե հրապարակել են Փաշինյանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ որ բան հայտարարել է, հետո ո՞րն է լինելու ձեր առաջին նախաձեռնությունը ազգային ժողովում, պարոն Կարապետյան, քաղաքական։ մենք այդ կանոններով չենք ուզում, մենք ուզում ենք բացարձակ հաղթանակ։ Պարոն Կարապետյան, եւ Գյումրիի հետ կապված, եթե ժամանակավոր պաշտոնակատարը մանդատը վերցի, արդյոք կոլապս չի լինի Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր արտահերթ ընտրությունների մասին Գյումրիում։ Մի քիչ շատ եք շտապում, կգա օրը դուք ամեն ինչ կտեսնեք։ Պարոն Կարապետյան, նաև դուք հայտարարում եք, որ ազգային ժողովում ձեր լիազորություններն օգտագործելու եք պետության դեմ, պետության շահի դեմ ուղղված ցանկացած օրինակ անօրինականությունների դեմ, բայց կարող ենք ենթադրել նաև, որ դուք նաև դեմ կքվեարկեք։ Այսինքն, երբ որ օրինակ ինչ որ նախագծեր, օրենքներ, ես այդպես եմ հասկացել, խոսում եմ մեկնական եք։ Օրենքները պետության շահերին դեմ լինեն, իսկ եթե շահերին դեմ չլինեն, այսինքն իշա Հայաստանի Հանրապետության իշա Հայաստանի Հանրապետության ցանկացած հարց մենք նորմալ նայելու ենք։ Պարոն Կարապետյան, հայտարարել եք, որ Ռուսաստանի Դաշնությանն եք դիմելու սահմանափակումների հետ վերաբերյալ, ուր է հասել։ Կներեք ամեն ինչ անելու ենք իշա Հայաստանը եւ հայ ժողովրդին։ Եթե անգամ դա այդ առաջարկը փոփոխությունը նախագծերի հեղինակը լինի իշխանությունը։ Ու ես կասկածում եմ, որ իշխանությունը կունենա այդպիսի առաջարկ, դրա համար տեսնենք։ Իմ արդեն կպատասխանեք, որտեղ է հասել այդ գործընթացը։ Ռուսաստանին պետք է դիմեք սահմանափակումները մեղմելու համար սկսվել են, որտեղ են հասել այդ գործընթացը։ Դա մենք բոլոր անդիմադիր ուժերով միասին ենք դիմելու, դրա համար հենց առաջի հավաքը կլինի, մենք այդ քայլին կգնանք։ Երբ նախատեսում եք առաջին հավաքը ընդդիմության հետ, միասնական հանրահավաք եք ուզում անել, նախաստորեն ոչ մեկ փողոց։ Հիմա առաջի քայլը, դուք մի քիչ շատ եք այդ փողոցը սիրում։ Օրինակ, ինչի համար եք այդքան ոգևորվում այդ փողոցով։ Դուք փաստորեն ընդունել եք ընտրությունների արդյունքները։ Մենք չենք ընդունել ընտրությունների արդյունքները, բայց ընտրությունների արդյունքները չընդունելը միայն փողոցով չի լինում։ Պարոն Կարապետյան, իսկ Նարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատ։ Նարեկ Կարապետյանը անձամբ վերցնելու է մանդատը։ Պարոն Կարապետյան, ձեր թիմակիցների հետ նաև հետընտրական փուլում են քրեական գործեր, հետապնդումներ շարունակվում, չի մտահոգում սա եւ ինչու է նաև հետընտրական փուլում իշխանությունը այդպես։ Մենք դրա դեմ ամեն օր պայքարում ենք, արդեն դուք տեսաք իրենց այդ թեզերը, որ մենք կաշառքներ ենք տվել Սահմանադրական դատարանը
ամբողջությամբ հեճ արեց, այսինքն հիմա հերթով դատարանները ստիպված են լինելու մեր գործընկերներին բանտերից դուրս Այդ թողել։ դեպքում Փաշինյանն ասում է երրագլուխ մաֆիան հովանավորում է դատավորներին, դատական համակարգը կոռումպացված է համարում։ Դե երևի երրագլուխ մաֆիա ինքը իրենց նկատի ունի, ես չգիտեմ ում մասին է խոսքը։ Կապիտան, իսկ այս մանդատներ վերցնել կարող եք ասել նաև որ ձեր գաղտնի պլանի մեջ էր մտնում։ Մեր գաղտնի պլանի մեջ դա էր մտնում եւ այլ քայլեր էին մտնում 5 քայլ մենք հրապարակեցինք։ Հաջորդ քայլերը հաջորդ անգամ։ Որ ընդդիմության առաջնորդ դարձած վարչապետի փոխարեն, այդպես է ուզում։ Հիմա փաստորեն ընդդիմության առաջնորդ։ Ես այդպես չէի ուզում, դուք եք այդպես ուզում։ Ում ուզելով դարձան։ Ինձ մա դուք եք շատ ուզում դա։ Պապետյան, իսկ ազգային ժողովում ո՞րն է լինելու ձեր առաջին քաղաքական կամ օրենսդրական նախաձեռնությունը, որով թիմը հանդես կգա։ Դե թիմը կուսումնասիրի, որը կհամարի նպատակարար, դրանով էլ հանդես կգա։